Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մի շարք հարցեր ենք առանձնացրել, եւ ճիշտ կլինի սկսել վերջից։ Գագաթնաժողովը ավարտվեց 2-3 օր ընթանում էր Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ միայն եվրոպական երկրների ղեկավարներն էին այստեղ, այլ նաև Կանադայի վարչապետներ օրինակ այստեղ, Մեծ Բրիտանիայի, ոչ ավել ոչ պակաս, նաև ՆԱՏՕ-ի ղեկավարներ այստեղ, մի շարք կառույցների ղեկավարներ էլ եւ երկրների ղեկավարներ, վարչապետներ այստեղ այցից հետո անմիջապես գնացին Ադրբեջան եւ շատ ուշագրավ հայտարարություններ արվեց այդտեղից։ Այստեղ նաև պաշտոնական ոչ միայն այդ գագաթնաժողովը, այլ նաև ուներ շարունակություն, օրինակ պաշտոնական այցեր Ֆրանսիայի պատվիրակության համար, Մակրոնը սա վերածեց մեծ-շոուի եւ մի քանի ուշագրավ հայտարարություններ Մակրոնի կողմից եւ ոչ միայն Մակրոնի կողմից, այլև եվրոպական կառույց մի շարք երկրների ղեկավարների կողմից, բացի այդ Ծելեմոստով միացավ նաեւ Ալիևը եւ այդ խայտառակ հայտարարությունները դրան հաջորդեցին արձագանք եղավ Ռուսաստանի Դաշնությունից, պարզ էր ակնարկում էր վերաբերվում խոսքը Մեդվեդևի ակնարկի մասին էր եւ նաեւ Բելարուսիայից եղավ եւ մենք տեսանք մի քանի ռեպորտաժներ նվիրված այս հավաքին, ինչ հետևանքներ կունենա այս ամենը այսօր էլ միանգամից ասեմ, որ ձեզ ընթացքում չխանգարեմ, պարոն Բագրատյան, նորից մեծ փրթել է Ալիևը, գլուխ չեն գովում, գործ են անում, թող մենք շարունակենք, հետո նորից հեգնել է Ռուսաստանի Դաշնությանը, ասելով որ մենք ծայրագավառից վերածվում ենք ինքնիշխան, չնայած ինչքան ասում են ինքնիշխան երկիր, այդքան պառկում են Թուրքիա եւ Ադրբեջանի տակ եւ տալիս են տարածքներ։ Այսպես մեծ փրթել է, սա ներկայացրել են որպես գեր, բան, չգիտեմ ինչ մեծ հաղթանակ, նաեւ այն, որ իբրև թե Ֆրանսիայի այսպիսի բան աննախադեպ չի եղել, այդ աննախադեպը հիմա չգիտեմ Մակրոնն է սրանց սովորացրել թե սրանց նույն որակի, նույն խմորի, նույն տեսակի ըստ էության նույն տեսակի մարդիկ են, ճիշտ ասած ինձ թվում էր գոնե հիգիենայի նկարագրի բանի առումով որոշակի տարբերություն կա, բայց ես հրաժեշտի գգվանքները, էմոցիաները տեսնելուց թե ինչպես բաժանվեցին օդանավակայանում, չէ, ավելի ճիշտ բանում, արդեն ինքնաթիռի մոտ մեզ վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը ոնց բաժանվեցին, ոնց որ հասկանում ես, չէ, մի շարք առումներով բավականին մեծ ընդհանրություններ կա։ Էնպես որ, չգիտեմ, շատ հարցեր կա, դուք խոսեք կամ գուցե ընթացքում ինչ-որ բաներ կլինի, կանդրադառնալ։ Հա, ասեցին, որ սա աննախադեպ է, բայց մինչդեռ 3-4 նախագահ Ֆրանսիայի միշտ եկել են Հայաստան, Ֆրանսիա բարեկամական կապ է։ Ֆրանսիայի բոլոր նախագահներն եղել են այստեղ, բացի Ֆրանսուଆ Միտերանից։ Ահա, խնդրեմ։ Ինչ վտանգավոր բաներ կա այստեղ։ Գիտակա շեղում ասեմ, այդ աննախադեպ բառը անդադ ասում են հայաստանյան իշխանությունները, ես պիտի առաջարկեի հայոց բառաներից այդ բառը հանել, մինչև նոր իշխանություն գա, հետո նորից թույլատրել այդ բառը կիրառել, որովհետև դա ստանդարտ բառ է, առանց ամաչելի կիրառում են։ Հիմա դուք եսպես հասկացա 4-ը հարց տվեցիք, հա, միանգամից։ Դա եվրոպական քաղաքական խորհրդի նիստներ, Եվրամիություն Հայաստան գագաթնաժողով, Մակրոնի այցելությունը պաշտոնական, պետական այցելությունը եւ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը, այսքան բան հասկացա։ Եվ նաեւ Ռուսաստանի կողմից կոպիտ արձագանքը։ Այստեղ գրեմ նաեւ Ռուսաստանի արձագանքը։ Եվ իհարկե նվերը, որ աղետ, ես իհարկե հուշում եմ այմ գործընկերը Զելենսկու այցնել, սա մտածում էի հետո կտամ, բայց կարող եք ավելացնել նաեւ այս խայտառակությունը, իհարկե անպատասխան մնաց այն հարցը, որ դուք ֆոսֆորային անեք զենք եք մատակարարել Ադրբեջանին, մենք դա իհարկե ես կարծում եմ հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա, հատկապես որ Ուկրաինայում, գիտեք, չէ, պատերազմից հետո միակ երկիրն էր, որ պաստառներ էր շողշողում, շնորհավորանքի Ադրբեջանի ժողովրդի։ Խնդրեմ։ Ուրեմն, այսպես Եվրամիության քաղաքական համայնքի խորհուրդը, դա տեղի ունենում տարեկան 4 անգամ։ Եվ 50 երկրներ, այսպես ասեմ, ոմանք անհամբեր հերթին կանգնած, իսկ ոմանք չեն էլ ուզում ընդունել այդ խորհուրդը, որովհետև բավականին ծանր ծախսատար խորհուրդ է, իրականացվում է հիմնականում հրավիրող կողմի բյուջեի հաշվին։ Ինչ լիազորություն Եվրոպայի քաղաքական խորհուրդը առանձնապես ոչ մի։ Ասենք թե եթե երկիրը դառնում է Եվրամիության անդամ, պարտադիր է նրա հավանությունը։
ինքը խորհրդակցական է, իր մոտ քվեարկությունը ոչ մի բան չի նշանակում, դու կարող ես դեմ լինել եւ այլն։ Ինչի որոշեցին Հայաստանում անել, այսպես մտածենք, եթե համը չանեին եւ հակառուսականությունը առաջ չբերեին, գուցե ոչինչ եկել են, հիմա եկել են մեր երկիր, որպես հյուրընկալող երկիր կարող են վերաբերվել, բայց իրանք այդ եվրոպական քաղաքական համույթի ժամանակ սարքեցին շոու։ Եվ շոուն կապված էր Զելենսկու այցի հետ։ Այսինքն մենք թողեցինք Եվրոմիության այդ խորհուրդը, ինքը առանձնապես բան էլ չասեց, այնտեղ տեղ ունեցան մի նշանակել իրադարձություն Զելենսկին հետ, մյուս իրադարձությունն էլ, երբ որ Ալիևը դիմեց, Ռոբերտա Մացոլան պատասխանեց։ Նո, սա փոքրիկ բան է, որ ասեց մենք դեմոկրատական երկիր ենք, դրա համար ենք ընդունում, Հայաստանը դա կուլ տվեց, իսկ խոսքը նրա մասին է, որ նույնիսկ Եվրոպայի քաղաքական խորհուրդը, որը առանձնապես չի ուզում գլխացավանք ունենալ Հայաստանի հետ, որոշում էր ընդունել, որ ախպեր չեղավ, արցախցիները պիտի վերադառնան Արցախ։ Հիմա լավ է շոուն իր օգտին օգտագործեց Զելենսկին, ինչու էին իրան հրավիրել։ Իրանք ունեն հազարատ ֆորմատ Զելենսկու հետ հանդիպելու ռազմական օգնություն ցույց տալու։ Այսինքն Զելենսկու այցելությամբ եվրոպական քաղաքական համայնքի կողմից կազմակերպված Հայաստանի օժանդակությամբ կազմակերպված իրադարձությունը դարձավ հակառուսական իրադարձություն, թշնամություն։ Ավելի մեծ թշնամություն չի կարելի պատկերացնել։ Այսօր Ռուսաստանը ունի աշխարհում երկու մեծ թշնամի։ Արդեն սա պետք է ֆիքսենք ու հասկանանք։ Մեկը Ուկրաինան է, մյուսը Հայաստանը։ Իր թշնամիների հետ Ռուսաստանը միշտ պատերազմում է, որովհետև ունի իր շահերը։ Անթույլատրելի համարում իր սահմանների մոտ նման թշնամանքը։ Սա պետք է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հասկանա, կամ էլ ավելի շուտ պետք է հասկանա այն քաղաքական ղեկավարությունը, որը գգա հունիսի 7-ի ընտրություններից։ Միտումնավոր չէր արվում այս ամեն ինչը, պարոն Բաղդասարյան։ Դա միտումնավոր էր, այնպես չէր, որ Հայաստանը չէր հասկանում։ Հայաստանը պիտի ասեր, եթե դուք Զելենսկուն կանչում եք այստեղ, ես հրաժարվում եմ այդ քաղաքական բանի կազմակերպումից։ Ես գործ չունեմ դրա հետ։ Ես չեմ կարող, Հայաստանը պիտի ասեր, հանդուրժել իմ դաշնակցի նկատմամբ այդ գործողությունը։ Զելենսկին պատերազմում է բանի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինձ համար օրինակ անսպասել էր, որ Հայաստանը այդքան քիչնի։ Այսինքն, տեսեք, այսօր հիմա առաջ գնանք, Ալեն Սիմոնյանն ասում է, վերջապես սկսել են քաղաքականություն վարել, ձեզ թույլ են տվել ընդամենը Ռուսաստանին քրվել։ Ձեր անկախության քաղաքականությունը Ռուսաստան քրվելն է եղբայր, որտեղից տարեկան 7 միլիարդ դոլարի սուբսիդիա եք ստանում։ Հեսա ուզեն չուզեն, ռուսները պիտի փոխեն այդ գները, համենայն դեպս էս իշխանության օրոք։ Ամեն ինչի գինել պիտի փոխեն, ինչու պիտի ծրի 2, 3, 4 անգամ ծրի էժան գազտան։ Ու դուք էլ գալու եք ասել եք, ահա, տեսակ, որ թշնամի էին ռուսները, բա որ ձեզ ասում էինք, դուք եք սա կազմակերպել։ Ռուսները այդպես մտադրություն չունեին։ Դուք բերել եք Զելենսկուն, որը նստած պատմում էր, ինչպես այնքը հարվածում Մոսկվայում։ Բնակելի դա ձեր գործն է։ Նախ ասենք, որ եթե դա ձեր գործն է, Հայաստանը պիտի լիներ համենայն դեպս Ռուսաստանի կողքին։ Բայց Ռուսաստանը ձեզնից ոչինչ չի խնդրում։ Ընդամենը խնդրում է չեզոքություն։ Ինչի եք դա դիտավորյալ այդպիսի բաներ անում։ Չէ որ նման բաների համար պետք է լինելու պատասխան։ Եվ այդ պատասխանը ռուսները տալու են։ Դուք հալ ունեք դիմանալու այդ պատասխանին։ Ռուսները պատասխանելու երկու ձև ունեն։ Նախ եւ առաջ Թուրքերն անմիջապես Թուրքերն հասկանում են, որ եթե Հայաստանը մի վատ բան անեն, ռուսներն ընդհանրապես Հայաստանի կողքը չեն կանգնի։ Երկրորդը ամբողջ ռեսուրսները իրանց ձեռքին են։ Մենք ստանում ենք այս տարի կստանանք Ռուսաստանից 7.5 միլիարդ դոլարի սուբսիդիա։ Մի տարում։ Եվրամիությունը մեզ տալիս է 2.5 միլիարդ եվրո, 2018-ին խոստացված փողը մինչև հիմա տալիս են։ Այս մասին հեսա մի քիչ ավելի մանրամասն խոսեմ։ Հաջորդ իրադարձությունը, որ այստեղ տեղի ունեցավ, Հայաստան, Եվրամիություն գագաթաժողովներ, դրա արդյունքում ստորագրվեց մի թուղթ 44 կետով։ Ես կարդում եմ 44 կետը, ոչ մի նորություն չկա, ոչ մի կոնկրետ բան չկա։ Բայց դուք գալիս եք Հայաստան։ Հայաստանը ձեզ ընդունում է։ Հայաստանը օրենք է ընդունել Եվրամիություն գնալու մասին, ինտեգրացիայի մասին Եվրամիության հետ։ Բայց դուք մի քիչ բենանել չասեք, ասենք թե խոսքի օրինակ, որ սեն շարունակվի, կարող է կամ վայ թե Հայաստանին դիտարկենք որպես տեխնաց։ Չէ, չկա դες բան։ Ինչու՞։ Որովհետև բեռը։ Որովհետև մենք բացատրել ենք, որ այսօր Եվրամիությունը չէ Ուկրաինային պաշտպանում այդպես։
Նա մտածում է, որ Ուկրաինայի միջոցով քայքային Ռուսաստանը իր մի քիչ ռեսուրս հասնի։ Բացի այն, որ Ուկրաինան հարուստ 9 տրիլիոնի ռեսուրս ունի հանգամանքային, Ռուսաստանը 75 ունի։ Ամբողջ Եվրոպան առանց Ուկրաինայի, առանց Հայաստանի ունի ընդամենը 5։ Միացյալ Նահանգները, Կանադա եւ Ավստրալիա ունի 110 տրիլիոնի ռեսուրս։ Չինաստանը, որ Չինաստանը հարուստ երկիր չի համարում ռեսուրսով, էլի 28 տրիլիոնի ռեսուրս ունի։ Եվրամիությունը որպես միավոր ոչ մեկին պետք չի, որտեղ տնտեսական միավորը պետք է ունենա ռեսուրս, պետք է ունենա մարդկային ռեսուրսներ, պետք է ունենա տարածք։ Եվրամիությունը մարդկային ռեսուրս ունի, տարածքը փոքր է, հանգամանքային ռեսուրս ընդհանրապես չունի։ Եվրամիությունը չի պիտի ընկերություն անի ընդամենը 15 միլիարդ դոլարի, 15 միլիարդ տրիլիոն չէ։ Ռեսուրս ունեցող Հայաստանի հետ։ Վրաստանը ունի 50, Ադրբեջանն էլ ունի 500։ Կյանքում Եվրամիությունը այսքան բան է, գիտի կյանքում Եվրամիությունը դեմ չի գնա Ադրբեջանին։ Եվ ինչ հարցել Ադրբեջանը բարձրացնի, կարող է փնփնտալով, կարող է դժկամությամբ, բայց վերջի Ադրբեջանը հաղթելու է։ Այս բանը Հայաստանում չեն հասկանում, Ալեն Սիմոնը չի հասկանում, որտեղ չունի կրթություն։ Համապատասխան կրթություն չունի։ Դրա համար է խոսում։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում։ Բայց գուցեև հասկանում են այսպես, որ իրանք Եվրամիությունում կարող են բարձրացնել միայն անձնական հարցեր, իրանց անձնական։ Օրինակ, Ֆրանսիան Նիկոլ Փաշինյանին պատվոնշան շքանշան տվեց։ Այդ ֆրանսիացիները լեժանացրել են, դարձել են բանի ջուր էլի, գարնանային բանի ջուր են դարձել, գետի ջուր են դարձել այդ պատվոնշանը էլի, ուրիշ բան չունեն տալու։ Հիաստապես նողեր Եվրամիության հետ ստորագրված արձանագրությունը 44 է, 44 կետ կներեք։ Հիաստապես նող, ոչինչ թող։ Կոնը մի քիչ հույս տայիք այս երկրին։ Նույնիսկ առանձնապես կետերը չկար, որ այս երկիրը պիտի դեմոկրատիա գնա, որ դատական համակարգ պիտի ունենա, դա չկար։ Ոչինչ չկար։ Դատերը բլա։ Բացեք, ամեն տեղ կա, բացեք, կարդացեք։ Բայց տեսեք ինչ են ներկայացնում, ինչ մեծ հաղթանակ էր, Ո՞ր էր ինչ հաղթանակը։ մեծ իրադարձություններ, մինչդեռ տարվա մեջ ոնց որ դուք ասեցիք 4 անգամ անցկացում է եւ մի շարք երկրներ էլ կարևոր բան ասեցիք, անգամ չեն ուզում, որտեվ ինքը ծախսատար է, բայց այս ամենը պլանավորված էր, չէ, նախընտրական։ Ես հիշողությունս հիմա կարող եմ սխապի 100-ից թե 100-ից ավել է այդպիսի հանդիպում եղել է գաղափարաժողով։ Բայց հատուկ արվեց հիմա, որտեվ նախընտրական է։ Հատուկ արվեց Հայաստանում, որպեսզի սրակներն ուղղեն Ռուսաստանի դեմ։ Չէ, նաև աջակցեն Նիկոլին։ Նիկոլին, որը Ռուսաստանի դեմ է։ Այո։ Հայաստանը այսպիսով ոչ ռեսուրսային առումով, ոչ տնտեսապես, ոչ մի հետաքրքրություն չունի։ Երկիր է, որի գոյության համար Ռուսաստանը իր գրպանից ամեն տարի վճարում է 7 միլիարդ։ Երկիր է, որը ուտում է էժան ռուսական ցորեն, ալուր հաց, ստանում է էժան գազ, էժան վառելիք, դիզ վառելիք եւ բենզին։ Աշխարհում տեսեք ինչ կրիզիս է, հələ տեսեք բենզինի գները թանկացել են, մի դրամով փոխվել է Հայաստանում, որովհետեւ Ռուսաստանը չի փոխել գինը։ Դեպի Հայաստան արտահանվող դիզ վառելիքի նկատմամբ։ Ուրեմն հիմնական իմաստն է, որ գնանք Հայաստան, մի լավ ընդեղից քրքրենք Ռուսաստանին մանտրաշ գցենք, որ էսա քո գործընկերը, որը իբր դարերի, այսպես ասած, բանա, բարեկամ է, դաշնակից է, դարերի դաշնակից է, ոչ մի դարերի դաշնակից էլ դու չունես Ռուսաստան, այս հայ ժողովուրդն էլ իրանց կարծիքով, իրանք Նիկոլին դիտարկում են որպես հայ ժողովուրդն էլ պատրաստ է Ռուսաստան քեզ քցի, ապերախտավարի քցի։ Ցանկացած պահի քցելուց հետո էլ երբ որ իրանց հետ մի հատ դժբախտություն կպատահի, մեր այդ դժբախտությունը անպայման կպատահի։ Ռուսներն են մեղավոր։ Ռուսներն են մեղավոր։ Այսօր չեն ասում 100 տարի առաջ 1918-20 թվին ռուսներն են մեղավոր։ Չեն ասում Լենինը զենքատել է։ Դե էլ է խզմս Շիրո Միրոյին լսեք ամեն օր էտ են ասում։ Վահագնի թոր ծնունդ, եսի ինչ աղբակույտերին լսեք ամբողջ օրն էտա։ Այն որ իրականության ոչ չգիտեմ ինչ էսյատ բացատրեմ, այն որ իրականության մեջ պատմաբանները են մի երկու ստատիս ակադեմիկոս ունենք, որ քաղաքական գործն ավելի շատ, երբ որ ես իրանց ասում եմ այն գերներ, կա Լենինի նամակը Չիչերինի, որ ասում է Թուրքիա եւ Ադրբեջանի միջեւ Հայաստան պիտի լինի, դաշնակցը Զանգեզուրը տվեք հայերին։ Լենինն ասում, մեր թշնամին այսօր Լենինը։ Լենինն ասում են Աթաթուրքին զենքատվե, Աթաթուրքին զենքատվե 21 թվից հետո։ Կամ երբ որ Լենինը սրանց ասում է կպաճեմ արա Դենիկինի խեք զենք տալիս։ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես Դենիկինին զենք էր տալի 18-20 թվին։ Որը կրվում էր Լենինի դեմ։ Նույն բանն է էլի։ Նույնը, լսի։ Թող, հիմա մի ընդհատի շատ էական բաներ եմ ասում։
Շատ էական։ Որևէ պատմաբան չի ասում, միակ մարդը, որը սա ամեն ինչի մասին գրել է, Ալեքսանդր Մյասնիկյանն է։ 3 հատորը կարդացեք էլի։ Բերում է բոլոր Հայաստանի կառավարության ղեկավարների նամակների պատճեններն է բերում։ Եվ որ Լևոն Շանթը գնաց Լենին հետ բանակցել, Լենին ասաց այդ ցավը տանեմ, հարց չկա։ Ոչ մի բան մի արեք 60-70,000 քառակուսի կիլոմետր ձեզ կտանք, օլտին ու հարցնել ձերն են։ Չգնացինք դիրություն չարինք օլտի։ Ես չեմ ուզում սլաքներն ուղեմ քննադատել այն կառավարությանը, որը փորձում էր կռվել, բայց նա ցույց է տվել ստրատեգիական սխալ։ Այդ կառավարությունը Անտանտի անդամ էր։ Այդ կառավարությունը որպես Անտանտի անդամ պատերազմի մեջ է եղել Խորհրդային Ռուսաստանի դեմ։ Պատերազմի մեջ Խորհրդային Ռուսաստանը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, առաջին հանրապետությունը։ Անտանտի դաշնակիցներից ոչ ոք չի ճանաչում էս։ Երկրորդը ճանաչել է Թուրքիան Բաթումում այդ բանի հետ հետո Բրեստ-Լիտովսկի համաձայնագրից հետո։ Բայց մենք պատմության ինստիտուտ ունենք, բան կարան գրել, քաղաքական գործիչ չեն, սա այն մորուքավոր ակադեմիկոսներ կան, բնստում են, խոսում են, չես կարող հասկանալ, ինչ է խոսում ես, մարդն է մարդ։ Այս ժողովրդի մեջ մտել է, որ ռուսները մեզ քաշել են։ Ռուսների պատճառով մենք ունեցել ենք ցեղասպանություն, այդ քեզ բան։ Չեմ ուզում ասենց բայց բան ռուսամետ դիրքորոշում ցանցել, բայց սուտ արա։ Ստացվում որ դուք ուտող ուրացող եք, ռուսները հաշվի են առնում, չես էլ երկրորդ անգամ։ Այդտեղ չի որ հայ ժողովուրդը լոյալ է ռուսների նկատմամբ, երբեք։ Առաջին իսկ քաղաքական կամ տնտեսական շահի պատճառով թեկում է։ Եվ առաջին քաղաքական շահը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Կրեմլի համար ինքը անընդունելի դեմք է։ Ուրեմն ինքը փորձում է Հայաստանին հրամցնել եվրոինտեգրման տարբերակ, որը ինքը իրականում չունի, ինքն էլ գիտի չունի, հասկանում եք, որ դրա եւ դա օգտագործում է իբրև առիթ Ռուսաստանի հարաբերությունները փչացնելու համար։ Դե մենք կտեսնենք ինչ կլինի։ Եթե հունիսի 7-ից հետո հանկարծ Նիկոլի իշխանությունը շարունակվի։ Պարոն Բագրատյան, գուցե հենց Նիկոլը դա էլ ուզում է։ Հիմա եթե ռուսական կողմը, ասենք թե ես իհարկե չեմ պատկերացնում, որ այդ աղետը մեր գլխին կգա եւ 7-ին է ժողովուրդը կգնա կընտրի, եթե ընտրես, պարոն Բագրատյան, ասենք թե ռուսները թանկացրեցին 5 անգամ, գիտեք ինչ կանիք ասի, տեսակ, ռուսները մեր թշնամին են։ Ասենք փակում ապրանքը գնաք, ասի տեսակ, այ հիմա մեզ օգնության կհասնեն մեր եղբայրները, թուրքերն ու ադրբեջանցիները։ Այդ ժամանակ էլ Թուրքիան ինչ կանի, կասի մուրազեք դուք, դռները կբացի, ամենաաղբն էլ կտանի, մենակ թե մի 3 ամիս այս ժողովրդին մոլորեսնի։ Նույնը Ադրբեջանը կանի, մի 2 ամիս կտա, մոլորված ժողովուրդը դռները կբացվի ու ինչ կլինի, կլինեն ինչ որ եղավ Արցախում, բայց գուցե հենց այդ է ծրագիրը։ Նայ, դա ծրագիրը չի։ Այդ իրադարձությունը հիշեցնում է նաև առաջին հանրապետության հետևյալ իրադարձությունը 1918 թվին կարող է 19, բայց 18-ներ Արամ Մանուկյանի խնդրանքով Թուրքիան մեզ հաց է տվել։ Այո։ Այդ հացը բերել են եւ Երևանի երկաթգծկայարանում բեռնաթափում էին։ Հացը բացաթողե եւ հացը վերահսկելու համար որ չգողանա ներկայացրել նշանակել էր Քազիմ Կարաբեկիր Փաշան։ Քազիմ Կարաբեկիրն ու Աթաթուրքը հետագայում միացան, ինչպես դուք գիտեք, Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան պետք է լիներ 250,000 կիլոմետր, նրանք 500,000 քառակուսի կիլոմետր Թուրքիային ավելացին, այդ թվում հայկական հողերից Ղարս, Օլթի, Սուրմալու, ինչպես նաև մի հսկայական տարածք Կիլիկյան հանրապետությունից։ Այսինքն հացը կտան, տակը Հայաստան չի մնա։ Մի րոպե։ Իրադարձությունը ճիշտ է, այն ժամանակ էլ կառավարությունն ասում էր գենոցիդից փրկված, Արամ Մանուկյանը վանի հերոս, բայց ասում էին դե արդեն ինչ է Թուրքիայի հետ պիտի բարիշենք։ 40 համաձայնագիր ենք ստորագրել այն ժամանակ Թուրքիայի հետ, ոչ մեկը չի աշխատել։ Այսօր ստորագրում էին, ճանաչում էին սահմանը, վաղը խախտում էին։ Փորձը ցույց է տալիս, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի կամ Ադրբեջանի միջև որևէ ստորագրված թուղթ աշխատի, երաշխավորը պետք, հզոր երաշխավոր։ Չի կարող լինել առանց երաշխավորի արդար համաձայնագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջև այսօր։ Դե հիմա էլ ասում են հոպարները եկել են Եվրոպայից։ Հոպարները ոչինչ չասին, հոպարներն եկել էին, պաշտպանում էին իրան։ Թուրքիայի շահերը Ադրբեջանին, հոպարները ստիղծել գնացին Ադրբեջանից, քիչ առաջ ասացի Եվրոպայում ռեսուրս չկա։ 100 տարվա առաջվա մեջ մի քանի բան են փոխվելի վնաս մեզ։ 100 տարի առաջ գազն ու նավթը այդքան արժեք չունեին, Եվրոպան լիքը ածուխ ուներ, մետաղաձուլություն կար, ամեն ինչ կար։ Եվրոպան ոչինչ չունի հիմա։ Բայց աղքատ Եվրոպան ռեսուրսներով աղքատ Եվրոպան կգնա կարճակատի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, որոնք 10-պատիկ, 20-պատիկ, 100-պատիկ հարուստ են մեզնից։
Խելք ունեք, ժողովուրդ, մի հատ մտածեք ինչ ան բերում ձեր գլխին։ Ձեր գլխին ցեղասպանություն են բերում, ուրիշ ոչինչ։ Մի հատ երկիր կար, որ քիչ թե շատ պաշտպանում էր թեկուզ խոսալով, Ռուսաստանը դուք դա եք ոչնչացնում։ Արի Եվրոպայի հետ ուզում եք ինտեգրվեք, Ռուսաստանից ինչ գործ ունեք։ Հաջորդը դուք ասեցիք Անժելա Մակրոնի այցի մասին, իհարկե դա անընդունելի այց էր եւ անընդունելի պահվածք։ Մի հարցին ավելացնեմ, հա, երկու խոսք։ Դուք ասեցիք, որ ռուսները կասեն, սրանք ուտողուրացող ազգ են։ Հիմա պատկերացնում եք, հիմա ինչքան էլ ուզում եք ապիկություն անի, բայց Մակրոնը գիտի, որ Միշելի հետ իրանք են ծախել, մոլորեց, կամ չէ, ինչի մոլորեց, իրանք են ծախել Արցախը։ Մեկ էլ մարդը գալիս է, տեսնում է մի ժողովրդից իր հայրենիքի մի կտորը տվել է, իր խավորությամբ։ Նիկոլը տվել է թշնամուն, դրանից հետո 120,000 հայ տնավեր եղած եկել են այստեղ, դուրս է գալիս ծափերով ընդունում են։ Հիմա դուք պատկերացնում եք, ես չգիտեմ ինչ է կատարվում։ Անժելա ջան, հիմա դուրս է գալիս ծափերով դեմը մի 3-4-5,000 մարդ էր։ Այս իշխանությունը կարողանում է 5-10,000 հոգի մարդ հավաքել։ Հա, հասկացա, լավ, այսինքն Հիմա չունենք, մենք չունենք 99%-ի մոտ հասկացություն։ Գիտեք, մեր ժողովուրդը տաղանդավոր է, բայց մտածող մարդկանց տոկոսը քիչ է։ Եվ այստեղից պատմականորեն թուրք ժողովուրդը, ադրբեջանցի ժողովուրդը ունի պատմական առավելություն մեր հանդեպ։ Նրանց մոտ խելոք մարդկանց տոկոսն ավելի քիչ է, քան թե մեր մոտ։ Բայց նրանց մոտի հիմարները, այսպես ասած, որոնց մենք ասում ենք, չգիտեմ, ես չեք հասկանում, մեր ժողովուրդում հաճախ դա ասում ենք, չէ՞, բայց այդ մարդիկ միջին հաշվով ավելի խելացի են, քան թե մերը։ Դրա համար նրանք շատ հեշտությամբ կարողանում են ոչ խելոք մասայից, հենց ոչ խելոք մասայից ձևավորել կուր դաշինք, որին կարողանում են հասնել ֆանատիզմի աստիճանի։ Մեր մոտ դա չի ստացվում։ Հա, Եթե մի կարևոր բան մոռացեք, ես ընթացքում տեսեք օկուպացված տարածքներ, երևի թերևս մենակ դուք եք մնացել դրա մասին, որ անverջ խոսում եք։ Դրա մասին ոչ մի խոսք չկա, չէ՞։ Խաղաղություն են բերել, ոչ մեկ չխոսեց դրա մասին։ Գերիների հարցն էս թռուցիկ մի հատ չգիտեմ ինչ անցավ բացարձակ։ Հիմա դուք խորքային ներկայացրեցիք, որ ըստ էության եվրոինտեգրման ոչ մի հիմնարար կետ չկա, չէ՞։ Բայց տեսեք ինչ վտանգավոր, այսքան քաղբանտարկյալներ ունենք։ Եկեղեցու նման էս հարցակումը։ Ընդամենը 10 օր առաջ 2 եկեղեցի հողին են հավասարացրել Արցախում։ Չկա, ոչ մի հարց այս ընթացքում չբարձրացավ։ Դե հենց դա եմ ասում, եկեղեցին հողին են հավասարեցել, թող մի հատ փնփնտային Ադրբեջանի դեմ չի լինելու։ Երբ որ Եվրամիությունը ասում է Հայաստան-Ադրբեջան, ասում ես նախ առաջ ընդունում եմ Ադրբեջանին։ Հետո հայր ասեք, Ադրբեջանի պահանջները բավարարելուց հետո ասեք, տեղ կա ձեր հետ խոսելու թե չէ։ Սա մոտեցումն է, սա միշտ այդպես է լինելու։ Ռուսաստանի դիրքորոշում սենց է, սահմանները ես եմ տվել, ես գիտեմ սահմանները, չնայած Հայաստանը մերժեց, չէ՞ սահմանները, որ Պուտինն ասեց 26 թվականի սահմանով ասել։ Սահմանները ես եմ տվել, ես պատրաստ եմ հսկելու, եթե այդ սահմանները հաղթվում են, ես պատասխան եմ տալի։ Մակրոնի այցի հետ կապված, հա։ Այս մարդը Արցախը տվել էր։ Մակրոնի պատճառով, որի հորդորմամբ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրագայում հանձնեց Արցախը, որից հետո անիմաստ դարձավ ռուսական գործի զորքի ներկայությունը Արցախում, հիշում ես այս բաները ես ասում էի, վերջերս Պուտինն էլ ուղղակի արտահայտվեց, հա։ Այս մարդը մի հատ չասեց, մի հատ եկեք ես հանդիպեմ Արցախի ներկայացուցիչների հետ, որ հանդիպեր լսեր, ինչպես են իրենց Ղարաբաղից վռնդել։ Ինքը պատասխան է տալի դրա համար։ Այս մարդն էր նաև, որ Արևմուտքի որոշ քաղաքական ներկայացուցիչների հետ մասին հայտարարում էր, որ մի փոքր իջեցնեն կարգավիճակը ու լավ կապրեք։ Այս մարդը ներկայացնում է այն երկիրը, որի պարլամենտը 2 անգամ Ղարաբաղի անկախության վերաբերյալ բանաձև ընդունել։ Այն քո պարլամենտը ընդունում է, դուք ձեռք առնում ձեզ։ Ուրեմն այդ պարլամենտն էլ ասու, պարլամենտն ընդունում է, այն արտգործնախարարը հելնում ասում է, ես էդի կառավարության դիրքորոշումը չի, հետո ոնց խոսանք հումանիզմ, դեմոկրատիա, այդ ոնց է դուք խոսում եք հումանիզմից, դեմոկրատիայից, եվրոպական արժեքներից, երբ որ ասենք մարդը, մասնավորապես արցախցի մարդը ձեր համար ոչինչ է։ Եվ Մակրոնի այցի ընթացքում ոչինչ չտեսանք, հայ-ֆրանսիական հարաբերություններ չկան։ Առևտուր ըստ էության չկա, ոչինչ չկա։ Մի քանի
բրոնետեխնիկա բերի զրահապատ, հիմա էլ երևի էլ այսօրական կարելի է փամփուշտներ առել, բայց այդ դեպքում հրանոթներն էլ պետք է առնեք, որովհետև դա չի մնացել, բայց այնուամենայնիվ Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ուկրաինան անցել են հրթիռային արտիլերիայի։ Սովորական արտիլերիայի փամփուշտներ գուցե բերենք լցենք մետաղի ջարդոնը Հայաստան կարող է։ Հնարավոր է շուտով, ասենք մայիսի 28-ին շքերթ անեն եւ այդ մետաղի ջարդոնը ցույց տան։ Անելու են։ Դե Անելու են։ տեսեք, 28-ին անելու են, ինչ են ցույց տալու պարոն Բագրատյան, մետաղի ջարդոն։ Ու դա ամբողջ բաներով կգնա, թե տեսեք, բա որ դու այդպես այդքան զենք ունի, ինչ է ասում, որ պատերազմանելու հարձակվելու են, ինչ է վախեցած։ Ռազմական շքերթ ես անում։ Հա, շքերթ ինչ ես անում։ Մի կողմից վախեցնում ես քարագլուխ պատերազմ Նիկոլը, քարագլուխ պատերազմ բերած ԿՊ-ն։ Հա? Հա։ Մենք կարողանում ենք ուրիշ տեղից էլ։ Կարող է եւ այդպես վարվեն, ոնց որ ասում ես ռուսական զենք ցույց չեն տալու ու առանձնապես զենք չունեն։ Որից կարան զենք ունենան։ Լավագույն այսօր զենքը, աշխարհի լավագույն զենքը, նույնիսկ ավելի լավ քան թե ԱՄՆ-ին է, ռուսներինն է։ Շատ լավ, այս ամենից հետո Ռուսաստանը այսօր 50 երկրի դեմ կռվում է եւ հաջող։ Չնայած ժամանակավոր տատանումներին, այսօր ռուսական զորքը այսօր հենց երեք գիշեր այսօր առավոտ մտավ Թիկունքի Սլավյանսկ։ Կխոսենք պարոն Բագրատյան։ Սլավյանսկը մտա Թիկունքի։ Ալիևի հայտարարությունը։ Դա լեկտիցինիկ հայտարարություն է։ Եվ ոչ մի արձագանք։ Ոչ մի արձագանք։ Եվրամիությունը այստեղ նիստ անը, մեկը չի ասում անա գերիներին թող այն գեր։ Որ իրավունքով էս գերիներին պահ է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ինքը հոխորտած, մի հատ էլ ինքն ասեց, դուք ով եք որ ինձ ասեք, էս ա, մի հատ էլ ինքը հոխորտած։ Հա։ Եվ մենք պիտի տանենք այս բանից նվաստացած եւ սա է այս իշխանության խարանը նվաստացնել հայ ժողովրդին։ Իրանք թվում է թե իրանք նվաստացնում են ասենք ռուսներին կամ այլ ազգերի, իրանք կարող են միայն նվաստացնել հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի լեգիտիմության վստահության հաշվին ամեն օր ծնկի բերել մեզ երկիրը տանել հիմար չգիտես ինչ որ կարիդորներ են բացում, ինչի համար էլ մի հատ ցույց տուրել այդ բանը։ Երկիրը տանել նաև քարտեզը ցույց տվեք, խնդրում եմ, երկիրը տանել ուրեմն հա ստից այդ բաների հետևից իբր կարիդոր են բացել 300,000 իրականում ադրբեջանցի են պատրաստվում բերել, որովհետև Ալիևին խորհուրդ են տվել Թուրքիան ասել է սկզբից մարդ տար, հետո նոր ռազմական կմտես այդ մարդկանց իրավունքները կպաշտպանես, որովհետև լեգիտիմ դառնաս Հայաստանը վերացնես։ Այս մի ուշադրությամբ ես կուզենայի, այս ոնց անեմ, որ լսեն բան չլինի։ Դեպի մոտ լինի, ասեք։ Մի րոպե, այս տեղ ունի։ Բարձր խոսեմ, հա։ Ուրեմն 2.5 միլիարդ Եվրոպան ասում փող եմ տալիս, 18 թվից այդ փողը տալիս է։ Մենք ուզում ենք կառուցենք ճանապարհ Երևանից դեպի Մեղրի, որ Իրան գնանք, որովհետև այս հատվածում, գիտեք, Շուրնուխի հատվածում մենք ճանապարհը տվինք, որը մերն է, տվինք թուրքերին։ Այս է տալաշած տարածա, տալաշած 440 կիլոմետր։ Հիմա մենք ժողովուրդ գնում ենք, այսպես մեջտեղով ենք գնում, էդի ճանապարհ չի, իջնում ենք Հալիձոր հելնում ենք, նույնիսկ բանի մարդկանց համար բանը մեր Ռուբեն Վարդանը այնտեղ բաներ կառուցել ճոպանուղի։ Այսինքն մարդը այդ հաղթահարում այդ ձորը ճոպանուղով։ Հիմա արևտուր չեն կարում Իրանի տանենք, լուրջ բերք չեն կարում տանենք բերենք։ Հիմա ուզում էին այդ 2.5 միլիարդի մի մասը 900 միլիոն եվրոն օգտագործել ճանապարհի կառուցման համար, գործող ճանապարհին զուգահեռ ճանապարհ սարքեն։ Նորը թունելներով, կամուրջներով, երկու խոշոր թունել Բարգուշատի եւ Քաջարյանի 6 կիլոմետր համապատասխանաբար 9 կիլոմետր եւ 6 կիլոմետր երկարությամբ։ Այն որ ստից հիմա բզբզում են, բոլորը հասկանում են, որ այդ բզբզալով ոչինչ էլ չի լինելու։ Ահա սա է, այս բաները գալիս ենք այստեղ Տրամպի ուղին ժողովուրդ։ Այստեղ Մեղրին այդտեղ։ Նախիջևանից Ադրբեջանի համար է եւ հակառակը մեր հետ կապ չունի։ Հենց որ այդ ուղու ռեժիմը կարող այնպես լինի, որ փակի ճանապարհը դեպի Իրան։ Ստացվում է, որ այդ Տրամպի ուղին իրականում մեր թշնամին է։ Այսինքն ի՞նչ է մեզ օգուտ տալու։ Ոչ ոք չի ասում, որ դրանից հետո Նախիջևանն էլ կբացի այստեղ, որ մենք Նախիջևանում հեշտությամբ գնանք Մեղրի։ Թուրքերն ասում երեք ասեցին երբ կլինի Աստված գիտի։
Sense նվաստացնել պետությունը 4 սահմանից երկուսը փակեր Ադրբեջան, Թուրքիա, հիմա Ադրբեջան, Թուրքիան շարունակելու են մնալ փակ, մի հատ էլ փակվելու է դեպի Իրան ճամփեն։ Ուրիշ ոչ մի բան չի նախատեսվում, թղթերում տես բան չկա։ Եթե կա, ասեք, ես ոչ բան չեմ։ Հիմա նայեք, ասենք, Ռուսաստանը ուզում է մեզի ընտանիք մի ինքնատիր բեռ ուղարկի։ Այդ ինքնատիրը գալիս է Կասպից ծովի վրով, մտնում է Իրան, հենզելի եւ սենց նոր կարողանում է մտնել Հայաստան, որովհետեւ զենք Վրաստանը չի թողում։ Ադրբեջանը պարզը չի թողի։ Այս երկիրը դուք ինչի դերեք այս երկիրը, այս մարդը Նիկոլ Փաշյան կոչվածը մցրել է տուպիկի մեջ, փակողի մեջ։ Չի կարա փրկվի այս երկիրը։ Հիմա սա այսօր Ալեն Սիմոնյանը անվանում է ծայրագավառային, հիմա տեսեք ինչ ենք դարել։ Հələ դրա պատասխանը դեմագոգ։ Անդաստիրակ։ Լավ, ինչ հարցեր կան ուրիշ։ Մասամբ այդպես Ես ես Ռուսաստանի Դաշնության վերաբերում դա էլ բայց մի հատ շատ ավելի կոնկրետ է, այս Զելենսկուն ինչի սենց ինքը այնուամենայնիվ չհասկացա։ Ես վստահ եմ, որ երկրներ Եվրոպայից մեծ բարձրան երկրները խուսափում են բոլորը։ Ես վստահ եմ, որ Զելենսկում ասով Նիկոլը նույնիսկ համաձայն չէր։ Բայց իրան ասել են ինքը պիտի գա ու վերջ։ Ինքը իրան ստրուկն է։ Իսկ ինչի չենք խոսում նրա մասին, ինքը անդադ ասում է հիբրիդային պատերազմ, որ ընդդիմադիրը որ ինչ որ մի հատ քննադատում է, ասում է ինքը գործակալ է, հիբրիդային պատերազմ։ Այս պահին Եվրոպան անում, չէ՞, հիբրիդային։ Մակրոնն էլ ասում հիբրիդային, բայց ինքն էլ անում է։ Ավելին, երբ որ իրան ասում են Մակրոնին, բա դու ասում ես հիբրիդային պատերազմ ինքդ խառնում ես, պատասխանը նայեք, խնդրի էությունը, ասում է ես դեմոկրատ մարդ եմ։ Իսկ Ռուսաստանի ղեկավարը դեմոկրատ չի։ Պատասխանա տալիս էլ նայեք, պրեզիդենտի պատասխանը։ Ասում են, ախպեր, դու ասում ես, որ Ռուսաստանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ։ Բայց դու ես անում, Ռուսաստանը հələ որ դες բանը չի արի, որ դու ես անում։ Բայց դեմոկրատ մարդը գալիս է ավտորիտար, բռնապետ, Նիկոլի հետ գգվում ու ողջունում է, մի բառ չի խոսում քաղբանտարկյալների մասին, դրանից հետո էլ գնում ողջունում է բռնապետ Ալիևին։ Նույն եկեղեցու հաշվով Եվրամիությունը եկել է քաղբանտարկյալների երկրում մի քիչ ազատեցին մի քանի հոգում, 50 քանի հոգի քաղբանտարկյալ կա ընկերներ։ Բայց մի հատ ձայն չեք անում։ Ինչ թվում է որ դեմոկրատիան եւ դիկտատուրան իրենց տեղերը փոխել են աշխարհագրականորեն։ Վաղուց։ Այս են Եվրամիությունը, որի ժամանակ հիանում ենք մի ժամանակ։ Իրոք օրինակ եթե հիշում եմ, ես հիշում եմ, եթե Ժակ Ատալիի Եվրամիությունը դա Եվրամիություն էր։ Դեմոկրատական արժեք ունի։ 1983 թվականին դեռ Հայաստանի Հանրապետություն չկար, Եվրամիությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Ինչ կարող է տալ այս փուլում, երբ որ Իրանի հետ կապված այսպիսի խնդիրներ կան, Ռուսաստանի դեմ սանկցիաներ են, Ադրբեջանը եւ Թուրքիան նույն Եվրամիությանը, ումով այս հիացած եք ինչ շահ ունեն։ Հայաստանը շահ։ Եվրոպան ինչ շահ ունի Թուրքիայից, Եվրոպայի շահը հետեւյալն է. կտրել Հայաստանից։ Հայաստանից կտրելով Ռուսաստանը Հայաստանից կտրելով վերանում է ցամաքային ռուս-իրանական կապը։ Դա առաջին, հետո որի պատճառով են Զանգեզուրը մեստվել Լենինը, Ստալինը, իդեպ Ստալինը, որ ասում են Հայաստանի թշնամի եղել, մի հատ բան կար, տգետ կար, Բաբաջան Արմանյանն էր, թե Խզմալ Տիգրանյանն էր, այսպիսի բան էին ասում։ Տգետներ էլի, ասում է Բաբաջան Արմանյանն էր, հա կարծում։ Նայում եմ, ասում է Ստալինը քիչ մարդ է ձերբակալ է տարի աքսոր։ Ինչ տարբերություն իր ու Թալյատի միջև։ Հորա Ստալինը երկիրը կառուցել է, փողատվել, օպերայա ստեղծել, զինված ուժ ստեղծել, ներգաղթա կազմակերպել, հələ ուզում էր երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, եթե Անգլիան չլիներ, ինքը ուզում էր գրավել Արևմտյան Հայաստանը վերադարձնել հայերին։ Մեզ նույնիսկ հայտնի են, որ շրջանում ով էր լինելու Կենտկոմի քարտուղար, բոլորը հայ է։ Արցախ ինքնավար մարզա բանար է, մոտը գնացել է բանը Ալեքսանդր Միասնիկյանն ասել է լավ, չեք կարողանում տալ, իդեպ Նախճեվանը չեն տվել հիմնականում մի պատճառով Նախճեվանի բնակչության 11%-ն էր միայն հայ, այդ պահին 21 թվին 11%-ը, ոչ թե մեծամասնությունը։ Կարդացեք գրականություն, կրթվեք։ Եվ նույն Արցախում արդեն նրանք ասում էին, որովհետև սկզբից շատ տարածքներ էին կցում, որ ադրբեջանական ժողովուրդը սենց կլինի եւ այլն, Ստալինն ասեց լավ,
կա այսպիսի տարբերակ։ Բերեք Արցախին ինքնավարության կարգավիճակ տանք։ Վերջ։ Արցախն ունի սեփական ոստիկանություն, սեփական ադմինիստրատիվ մարմիններ, բայց թող աշխատի Ադրբեջանի կենտրոնում։ Տնտեսական շահը, կախվածությունը Եվրոպայի, Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ ինչու է հիմա գնում դեպի Ադրբեջան։ Նայ։ Նախ Ադրբեջանը ասացի 500 միլիարդ ռեսուրս ունի։ Ադրբեջանից 16-17 միլիարդ կուբամետր գազ ստանում եւ մի 10-15 տարի ստանալու է։ Իդեպ Ադրբեջանը ոչ մի միլիմետր կուբամետր գազ չունի Հայաստանին տալու։ Մի փոքր քանակություն տալիս է Վրաստանին ու վերջ։ Եվ տալիս է դե բավականին թանկ։ Վերջին տարին ճիշտ է, վրացիներին հաջողում է այժմ վաճառել այդ գազը, բայց չէ որ Վրաստանի տարածքով 300 կիլոմետր տրանզիտի համար ամեն մի 100 կիլոմետրին 1000 կուբամետր տեղափոխելու համար ստանում է $5։ Վրաստանը դրա հաշվին իր ժողովրդի գազը էժանացնում է։ Ռուսները Վրաստանին ավելի էժան են գազ տալիս, քան թե Ադրբեջանը Վրաստանին։ Հա, Թուրքիան, դուք գիտեք որ Թուրքիան այսօր հատկապես Ֆրանսիայի մասով սրանից պետք է զգուշանալ։ Ինչի՞ ամբողջ այդ Անտալիա բան, այդ ամբողջ սովեզերքը, ապա մերձափնյա տարածքները, հատկապես Կիպրոսի շուրջը լիքն են խոշորագույն գազի եւ նավթի հանքերով։ Դրանք շահագործում է Կիպրոսի ազգային ընկերությունը ֆրանսիական Տոտալի հետ համատեղ։ Հիմա շահագործում են Կիպրոսի կղզու հարավային մասը։ Կղզի հյուսիս արևելյան մասը թուրքական մասն է եւ այդտեղ հիմնական բաներն են։ Եվրամիությունը աշխարհը Կիպրոսին ընդունում է որպես մեկ միասնություն սուվերեն։ Չնայած գիտի որ այնտեղ կա կղզու 40%-ը թուրքերի ձեռն է։ Հիմա Էրդողանն ասում է մի հատ նավեր այստեղ Երևան կտենաս։ Այստեղ ես պիտի փորեմ։ Մյուս կողմից ասենք Եվրոպան հիմա մտածում է ոնց անի, որ այդ բաներին հորատանցման աշխատանքներին Թուրքիան չխառնվի։ Բայց Թուրքիան տեսել է գազ։ Այս խնդրին ինչի Թուրքիան այսօր լարված է Իսրայելի հետ։ Իսրայելը տեսնելով այս իրավիճակը, ասեց Կիպրոս, Ֆրանսիա, ուզում եք ես էլ ձեզ միանամ։ Գնաց միացավ։ Եվ հիմա Իսրայելը սկզբունքորեն գազ ու նավթ դից հանում է եւ բավարարում է իր պահանջներին։ Արագորեն կառուցեցին խողովակ եւ այլն։ Հասկանում եք։ Այդտեղից լարվեցին Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները եւ Ֆրանսիան, ոչ թե լարվեց, Ֆրանսիան այնց արեց, որպեսզի ոնց ասեմ ձեզ, ու խոդանի։ Իր վրա չկա հարվածը։ Սրանք այնպես բաներ են, որ եթե պետք լինի այդ երկիրը այսօրվա ռեժիմը, որ կա, հուսով եմ, որ այն կփոխվի, նկատի ունեմ Մակրոնի իշխանությունը, որ այդ երկիրը պատրաստ է մեզ մատաղի սկուտերի վրա որպես մատաղ մատուցել թուրքերին։ Մենակ թե լուծվի իր համար այդ հարցը։ Ինչա մենք չգիտենք, որ մենակ Ղարաբաղի հարցեր, որ Մակրոնը 2022-ի հոկտեմբերի 7-ին մեզ դավաճանեց։ Չկնքի Հայաստան ունենք։ 1919 թիվը։ Չէ՞ որ 1918 թվականի նոյեմբերի Մուդրոսի հաշտության պայմանագրով պետք է ստեղծվեր 3 Հայաստան։ Կիլիկիայի հանրապետությունը, իսկ 1920 թվականի օգոստոսի Սևրի պայմանագրով Արևմտյան Հայաստանը պիտի ունենար իր բանը 169,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Արևմտյան Հայաստանի գործը հանձնարարեցին Վուդրո Վիլսոնին, որը 21 թվականին հայտարարեց նավերը չեն բարձրանալ սարերը։ Իսկ դեռևս 18 թվականին Կիլիկիայի Հայաստանի Հանրապետության այդ խնամակալությունը հանձնեցին ֆրանսիացիներին։ Ֆրանսիացիները ոչ միայն դա չարեցին, թողեցին փախան, հրահրելով պատերազմ հայերի եւ թուրքերի միջև։ Ներողություն։ Հա։ Այնտեղ երկու հիմնական քաղաքներ կային, Ադանան եւ բանը, Մարաշը։ Հաջն է Մարաշը։ Եթե գնա այս քայլին, ինչ դուք մասնավոր Հիմա ես ուզում եմ հասկանամ, էլ ասենք հայ սովորական մտքին, այ ասում են մի տոկոսը մտածում, այ 99% չի մտածում։ Այ 99% դու այսքան բանը չգիտես։ Այստեղ սուտ կա։ Մի մտածի, չես ուզում մի մտածի։ Ասում են շատ մտածելուց վախենում եք շատ մտածելուց, ոմանք վախենում են քասկեղ ստանան մտածելուց։ Եթե գնա այս քայլերին, այն ինչ որ ծրագրում են,
Դուք ասեցիք մի քանի բան, որ Ռուսաստանը սականի նականի, ինչ սպասենք, ինչ տեղի կունենա։ Եթե ասի չեք տալիս, մենք գնում ենք այդ ուղղությամբ, ինչ զարգա, ինչ չեմ կարող ասել, չի ուզենա, բայց մենք արդեն ողերիմ թշնամի ենք Ռուսաստանի համար, որտեվ եթե Զելենսկու այցը գոնե այստեղ չլիներ, խոսալու տեղ կար։ Տեղ չկա խոսալու։ Միակ հույսը, որ հունիսի 7-ին այդ իշխանությունը փոխվի, ռուսները փոխեն վերաբերմունքը, լսեք, մենք չենք կարող թշնամանալ Ռուսաստանի հետ եւ գոյություն ունենալ։ Այսպես այս հասկացեք մեր գոյության, գոյաբանական այդ բանը հասկացեք։ Լինել թշնամի Ռուսաստանին եւ պարզապես գոյություն ունենալ աննայինը Հայաստանի Հանրապետության համար։ Աննայինը։ Մեզ պիտի Բաբաջան Արմանյան այդ բանը խելք սովորացնի։ Խուրշուդ Հովսեփյանը, հա։ Բաբաջան Արմանյանը, հա։ Մեզ պիտի սովորեցնի այդ դիզերտիրը, որը նստել է բանակի ծառայությունից փախնելու համար։ Տանում է դրան։ Շատ լավ, անցնենք հաջորդ հարցերին, հա, ինչ է հայտարարում, զբաղվածության թիվը, մի աննախադեպ, չէ, ներդրումների մասին խոսեց, ասելով, որ 24, 25, 24-ի համեմատ 5 անգամ ավելացել է, Նիկոլի թվերն եմ ասում։ Անջելա, նախ ուղղակի ներդրումները իմ մոտ 25 թիվը չկա, նախնական իրանք 600 միլիոն են, 24-ն եղել է 131 միլիոն։ Հա, 5 անգամ ավել է, 4 անգամ։ Բայց իր ժամանակ եղել է ամենացածր ներդրումների ամենացածր մակարդակը։ Տեսեք օրինակ, եթե համեմատում ենք ենթադրենք 2004-2010 թվին, ես 7 տարին եմ վերցնում, որովհետև 8 տարվա թվերը դեռ ամփոփված չեն։ Համաշխարհային բանկը բանը չի ամփոփել եւ այդ թիվը 600 միլիոն չի հրապարակել, հրապարակել է Գեորգի Պապոյանը։ Հիմա նայեք մեր ներդրումները։ Ասենք 947 միլիոնից իջել է 130, պակասել է 7 անգամ, թե 6 անգամ, 7 անգամ պակասելուց հետո աճել է նորից մի տարի աճել է 600, այն էլ չգիտենք աճել է թե չէ։ 2018-24 թվերին 7 տարի անում, կներեք 25 թվի միջազգային ստատիստիկ տվյալները դեռ հաստատված չեն։ Արել է ներդրում ուղղակի օտարերկրյա ներդրում 3 միլիարդ 6 միլիոնի։ 3 միլիարդ դոլար։ 2011-17 թվերին 2 միլիարդ 674 թվում է, թե մի քիչ ավելացել է։ Այստեղ խոսքը գնում է 10% ավելանալու մասին, բայց այստեղ կա 2.5 գործակից, որտեղ ընթացիկ դոլարով հաշված եւ պարզա, որ այն ինչ արվել է 7 տարի առաջ, պետք է բազմապատկել 2.5-ով եւ իրականում 3 միլիարդը համատել 5 միլիարդի հետ։ Իսկ 2004-10 թվերին եղել է ընթացիկ դոլարով 3 միլիարդ 916, իսկ համեմատական դոլարային կներով, ասենք եթե վերցնենք 2018 թվի դոլարային կները, եղել է 8.5 միլիարդ։ Հիմա դու եկել ես 7 տարում, 8 տարում 2-ից 4 անգամ պակաս ներդրում ես ստացել եւ համարձակություն ունես խոսելու։ Սուտ է։ Էս է ձեր թվերը։ 2018 թիվ 266 միլիոն օտարերկրյա ներդրումներ, 2019 100, 2020 585, 2021 366, 2022 975, 2023 380, 2024 131.5։ Հիմա նայենք 2000 մյուս բաների օրոք, ասենք 2004-10 թվերին, հա, այս Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոքն է գալիս, հա։ Նու մի 2 տարի գալիս է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ 247, 292, 467, 677, 944, 750, զբաղվածության մասին էր խոսում, 300,000-ով աճել է։ Նիկոլի թվերը։ Հիմա, ստեղ նույնպես բան, հա, ես հիմա խոսեմ այդ մասին էլ ասեմ, որ ուրեմն Սերժ Սարգսյանի կառավարման օրոք 2008-ից 2017 թվականները ըստ այսօրվա վիճակագրության զբաղվածությունը 1.183.000 մարդուց պակասել է 20%-ով, 172,000-ով պակասել է, դառել է 1.11 միլիոն։ Այս թվերը սուտ են, որովհետև այդ ընթացքում այնուամենայնիվ Հայաստանի տնտեսությունը ուղիղ 25%-ով աճել է։
Եթե մեր զբաղվածների թիվը 20% պակասել է, դա նշանակում է աշխատանքի արտադրողականությունը մի մարդու 1.45 համարյա 50% բարձրացել է։ Հասկանում եք սա, ինչը սա նշանակում։ Այս թվերը ես հետևում եմ, ինչու են այս թվերը իջցրի, ինչի ասենք 2017 թվի թվերը Ստեփան Մնացականը վիճվարության պետը իջեցրել։ Նույնիսկ այսօր Սերժ Սարգսյանը չկա, համել Սերժ Սարգսյանի թիմը չկա, որ վեր կենա, ասի, արա գլուխդ պատով ես տվել, քեզ ով ասես դες բան կարելի անել։ Հասկանում ես, որ հետևի։ Հիմա Փաշյան Նիկոլը հայտարարել է, որ իբր թե ինքը 300,000, մի անգամ 290,000, մի անգամ 350,000 աշխատատեղ է ստեղծվել։ Այդտեղ վերակենում Բագրատյանն ասում է, ընկեր, եթե դու աշխատատեղ ես ստեղծել, բայց զբաղվածների թիվը ինչա կոմը չի ավելացել, կամ չի ավելացել, կամ քիչ ավելացել, կամ ընդհանրապես 100,000-ով, որովհետև զբաղվածների թիվը 2024-ի 1.176,000 էր, 2025-ի 9 ամիսներին 1.200,000։ Այս ընկերս Չակերտավոր ասած Ստեփան Մնացականը բռնում է հետևի թվերն ապիչսն։ Նայ, ես քեզ հրավիրում եմ, վիճվարության պետն ես, ասում եմ, քանի կիլոգրամ բալա արտադրել Սերժ Սարգսյանը, ասում ես 105 կիլո։ Ասում եմ, մենք պիտի 15 կիլո ավել արտադրացել ենք։ Դու ասում ես ինձ, պարոն Բագրատյան, այս տարվա բերքը ավելի վատ է, քան թե անցյալ տարվան, ես ոնց գրեմ 15 կիլո ավել։ Ասում եմ 15 կիլո ավել չես կարող գրես, այս տարվանը գրի ինչքան է, այն նախորդ տարվա թիվը 20 կիլոյով իջցրա։ Այդպիսի բաներ անում։ Ես անում եմ, միայն դրանով զբաղված։ Վիճակագրական ծառայություն։ Ոնց է ինքը բացատրում 20% զբաղվածություն իջնում է, երբ որ արտադրությունը ավելացել է 10 տարում 25%։ Էսա։ Հասկանում եք։ Հա։ Կամ այսպեսի մի թիվ էլ կա, ինչ էր հայտարարել։ Հա, ասում է, աննախադեպ աճեր ունենք տնտեսական աճ, աննախադեպ։ Ահա, խնդրեմ, 7 տարվա տնտեսական աճ է, ես որոշ երկրներ վերց, աննախադեպ ասում, աշխարհում առաջինն է, ԱՊՀ-ում առաջինն է, ԵԱՏՄ-ում առաջինն է, Եվրամիությունում առաջինն է, հասկանում ես։ Ահա, խնդրեմ, 7 տարվա տնտեսական աճը հետևյալ երկրներում, ես չեմ կարող 190 երկրի համար, ես խնդրեցի աղջիկին դուրս բերել այս թվերը։ Չինաստան 7 տարում տնտեսությունն աճել է 43.6%։ Հայաստան 43.5%, պակաս։ Վրաստան 52.7%, ավել։ Ադրբեջան 16.4, պակաս է եղել։ Թուրքիա 36.8%, մի փոքր պակաս է։ Ռուսաստան 16.8%, պակաս։ Ղազախստան 26%, Տաջիկստան 67%, Ուզբեկստան 48.4%, հա Ղրղստան 35%։ Այս թվերը ասենց շռնդալ են, շպրտելով մանա գալիս։ Առանց հետո դու ինչ գիտես 2025 թվին այն մյուս երկրներում տնտեսական աճը ոնց է, այդ թվերը հունիսի վերջին նոր հրապարակելու են համաշխարհային բանկը, հետո վալյուտային ֆոնդը, արժույթի միջազգային։ Այսինքն թիվը պաշտոնապես չհրապարակված, այս մարդը առաջ անգնում է թվեր ասում, խոսքս Փաշյանի մասին է։ Ես պետք է զգուշել են ժողովուրդ, ֆռցնելու, խաբելու, մոլորեսնելու, ապակողմնորոշվելու առումով նա մի հատ է։ Առողջապահական համակարգ իրանք դարձրել են դա դրոշակ, տեսեք ինչ ռեֆորմ արեցինք, ինչ է տեղի ունենում։ Առողջապահական համակարգը մենք ասացինք, դուք ունեք 170 միլիարդ բյուջե առողջապահության վրա ծախսելու, եթե ուզում եք լուրջ ապահովություն անել, 500-ից 650 միլիարդ է պետք։ Իրանք ասին չեն կանի, 170-ը ավելացրեցին 60-ով, 240, ասինք այս փողը չէր իքելու։ Ու գնացին ապահովագրություն։ Ինչ է հիմա իրականում կատարում։ Նախ դա շատ լավ բան է։ Չնայած մենք այս փուլում փողի պակասի պայմաններում ասում ենք մրցակցային եղանակով պետք պատվեր տեղադրենք, որպեսզի բոլոր դեպքերում բոլոր բաների թոշակառուների հարցը լուծեք։ Դե իրանք չգնացին դրան։ Գնացին ապահովագրության։ Մարդը գնում է, ասում է, ես այս հիվանդություններն ունեմ։ Բժիշկն ասում է, քեզ պետք է 6 դեղ։ Այս մարդն ասում է, լավ, գրի տնեմ, ասում է, 6-ից 2-ը կարող եմ փոխադրել։ Մենք ընդհանրապես գոյություն ունի 8500 տեսակի դեղ։ Հայաստանում գրածված է 5500։ Այս 5500-ի կեսն անդամենը սա մտնում ապահովության մեջ։ Օրինակ մեկը ես իմ դեղերի կեսի շատ են, իրանք ասում են չկա, չեն կարող։ Ավելին, բժշկի մոտ ընտրելությունը առաջ արժեր 15000։
10,000, 15,000, հիմա իրանք սահմանել 3,000 եւ հələ որ էս համակարգը 2 ամիս գնում է, հետո կճաքի։ Բժիշկների Համակարգը արդեն ճաքել է, պոլիկլինիկաներում արդեն բունտ է, ասեմ որ տեղեր կա ուղղակի խնդրում աղաչում են որ բժիշկները դուրս չգան, որտեվ այս ինչ որ կատարել էին ասել են ամբողջ այդ աշխատանքը մուտքագրելուց հետո դա մեծ թիվ էր կազմել իրենք պիտի ստիպված լինեին այդ բժիշկներին վճարել բարձր աշխատավարձ, հետո մեկ շաբաթ հետո ուսումնասիրելուց հետո պարտադրել են որ բոլոր մուտքագրած բաները ջնջեն, սա կհաստատեն բոլոր պոլիկլինիկայի բժիշկները, բայց որևէ մեկին ասեն չհամարձակվեք բարձրաձայնել սրա մասին, ջնջեք, հետո դրանից հետո ստացել են իրենց ստացածի մի մասը կեսը 30%, չգիտեմ 80%, այնպես որ այս անո դուք այդ հիմա նայեք ես ես ասեմ մեծ հարված է դեղերի փոխհատուցումը կախվել է չի կարող բժիշկների աշխատանքի փոխհատուցումը նույնպես այո մի ուրիշ բան էլ ասեմ ըստ բյուջեի վիճակն էլ այդքան լավ չի այս տարի մտամ անցյալ տարի լավ էր կամ նախանցյալ տարի բայց կամ քերում է այս կամ այս ռեկետ այս մարդուն ասեմ անպայման պիտի ասենք այս մարդուն կանչում են ասում են արտադրել ես 400 միլիոն աբարոտ ունես ասում 115 միլիոն լավ 115 միլիոնի աբարոտ ունես հա բյուջեին պիտի փոխանցես տամ չգիտեմ շրջարկովա 11.5 միլիոն չէ ասում հա 30 պլյուս 30 էլ պիտի տաս բյուջեին ասում ոնց Причем գիտես ոնց պիտի անես ասում համես 30-ը պիտի տաս ոնց դու համել գնաս որպեսզի 30 տաս այս 115 միլիոնի աբարոտը գրի որ 350 միլիոնի աբարոտը սումեց հա ասես բան չէ հա օրինակ նախկինում մենք դա քննադատ գույցություններ ավանսային վճարում հա այստեղ մի հատ էս ճոխ թիվ են ներկայացնում նախկինում ավանսային էր ասում էին ոչինչ տես 30-ը 11.5-ից 29-ով մեծա չէ 19-ով մեծա այս 19 միլիոնը առաջ ասում էին հիմա մուծի հետո հաշվի կառնեք պակաս կմուծես էլի աշխատես ես ասում եմ չէ ես այսքան եմ համշում քո աբարոտը ասում ես ոնց դա ասում եմ չբերես ըստ որում մարմինները ստուգման են գալիս բաների ներկայացուցիչների հետ Վերջերս Ռուսաստանից գործարար էր զանգարել 3 տարի 2003 թվականից ներդրում է արել, խոսում էր աղետալի ինչ վիճակի, ասում էր դրա համար բոլորը փախչում են այստեղ, ընդ որում ասում էր համեմատելու չի Վրաստանի հետ, նաև ներդրում էր արել Վրաստանում, պատրաստվում է տանել այնտեղ, բայց այնպիսի տուգանքների բանի մեջ է եւ ասում էր դուք կարող եք թվեր արդյունքը նայեք, որ այս գործարանները հիմնականում որ մտել են դատարաններ ՊԵԿ-ի դեմ, 85%-ով շահել են Հա, կարաս մտնես։ Բա Անժելա, կարաս մտնես, բայց մարդը գալիս է կանդալների ձեռը։ Ձեռնաշխտաները հետ են արդեն գալիս։ Նշանակում սխալ ուղղությամբ են, չէ՞ աշխատում, եթե մարդը ստիպված ասեն գնում է այդտեղ, մի մասը պետական ռեկետի մասին է։ Պետական ռեկետի մասին է։ Ես չասեցի մի գործարար ասում էր, եկել են ասում են մենք բանն ենք, դի $1 միլիոն տա։ Քեզ տանում են, դու մի շաբաթ նստել ես, կարող է հետո մի տարի հետո դադարանում կրես։ Կարող է Սամվել Կարապետյանի նկատմամբ ռեկետ չէ։ Բարիս բուն իմաստով ռեկետը ձեռքից խլել են։ Այս մարդը խլող Նիկոլը սովորական ռեկետյոն է, ինչի մասին է։ Սամվել Կարապետյանին իհարկե։ Բաներ կա որ չեմ վախենում աղմուկա բարձրանում, բաներ կա որ ինչ անեն այս մարդիկ։ Մի հատ աղմուկը բարձրացնես 1 միլիոնի փոխարեն գալիս են 2 միլիոն։ Քույքը խլել են։ Մի քանի $100 միլիոն փողացախսը ասում են $300,000 տանք երիկա բաները Սամվել Կարապետյանին։ Ոնց 300-400,000 մենակ գրել այնտեղ ասում են այստեղ ձերքաշի սրանից։ Կարողա դուրները չի գալիս որ Սամվել Հետո ասում ես աշխատավարձ դու պետք է տաս։ Քաղաքական դաշտամտել ինչ ան ուրիշ ճար չունի։ Պիտի մտի քաղաքական դաշտ ուրիշ ճար չունի։ Ոնց անի իր հայրենիքում աշխատի։ Ուզում է իր հայրենիքում աշխատի չեն թողում։ Մակրոնը չի թողում, Նիկոլ Փաշինյանն հետ միասին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի թողում, ամոթա։ Լսեք, նկատեք այս բաները։ Իմիջիալից որոշ երկրներ Դուք չեք սիրում ռուսների, մենք ինչ կապ ունենք գարա։ Գնացեք ռուսների հետ, ձեր հարցերը բարձեք։ Ով չի սիրում, իրանք չեն սիրում։ Իբր։ Օյ։ Իբր Ալենի խելքը շատ է հասկանում։ Չէ, ես եվրոպացիներին եմ ասում։ Հա, դե բանա պետք չէ, իրանց այստեղ մարդիկ են պետք, բան են պետք ռուսների դեմ։ Կարող է եվրոպացին կա կռվի։ When ուկրաինացի կա, վրացի կա, հայ կա, ինչ է պատահել։ Ձևը գտել են, էլ ենա վրացին տմբաստում են ծաղրացուին, ասում են ու այդ ծաղրացուն է որ բանը անում ֆոսֆորա տալիս, տոնում է, մի հատ էլ եկել աստեղ իրանից գո, մի հատ էլ կրկնակի երակի թշնամանք է ստեղծում էր դաշնակցի հետ գնում է։ Դե լավ է անում, ով է կանչելով է բերել։ Հիմա քանի Նիկոլն է այդտեղ արժանացեք դրան։ Մի հատ այսպիսի մի բան 1 միլիարդ 551 միլիոն դրամ այսքան գումար է Հայաստանը վճարել գերմանական KfW, հա, բանկից վերցած եւ միջև օրս չօգտագործված վարկի համար։ Վարկ ենք վերցրել, չենք օգտագործել եւ միլիարդներով
պարտավորը վճարենք, դա վերակսին նոր, խնդրեմ։ Ինչ կարող եմ ասել հիմա գուցե։ Դուք պատկերացնում եք գումարը վերցրել են։ Հասկանում եմ։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Թալանչիները, ով է պատասխան տալու։ Համ դեբիլ են, համ թալանչի են, համ էլ մեծ փրթող են, ասում է, այ տականք, այ գարշանք։ Ալենի մասին եմ խոսում։ Այդ քո շեֆը ասում էր մի ամիս, երկու ամիս դիմաց եք, գերիներին բերելու եմ։ Տարավ նոր գերիներ տվեց, հիմա էլ ասում է, մեզ հանգիստ թողեք գնանք են տեսնենք ոնց ենք բերում այդ 19 հոգուն։ Ինչ ասես սրան։ Բերում էր, չէ՞, քանի տարի, 5 տարի առաջ բերում էր գերիներին։ Մի հատ էլ ուղարկեց գերի, հետո ընդ վախեցած ասեց գերիներին շուտ տվեք։ Շուտ հանձնեք, մենք էլ ունեինք, չէ՞, այստեղ գերիներ։ Հիշում եք, որ Սյունիքում ասում էր հանկարծ գերի չպայք, առայլ սարսափում է, սատկում է։ Ալիևի առաջ։ Ու մեծ փրթում են։ Մենք բերել ենք ինքնին պատերազմ, 4 պատերազմ բերած ուժը, ասում է, մենք բերել ենք, այդ բառը պետք է օգտագործել։ Սրանց խաղաղությունը դա այդ քարragլուխ պատերազմ Նիկոլ, քարragլուխ պատերազմ ՔՊ, էսա։ Իրանի թեմայի մասին է, ուզում խոսել, ինչ զարգացումներ, ինչ կլինի եւ նաեւ այստեղ Իրանի հարցը կա, չէ՞ որ Եվրոպան այսպես շահագրգռված էր, եկել էր, ինչ հարց, ինչ խնդիր են լուծում։ Եվրոպան մի հարցում կարևոր է համարում, որ Իրանը ինքնուրույնություն չունենա, իրանց ասելով Իրանը իրոք ուզում է միջուկային զենք ստեղծի, Իրանը չպետք է ինքնուրույնություն ունենա, որովհետև Իրանը, եթե ինքնուրույնություն ունեցավ, Իրանը լուրջ գազի երկրորդն է, նավթով երրորդն է պաշարներով աշխարհում, բայց այս Եվրոպան, այս 460 միլիոն մարդը նավթն ու գազը որտե՞ղ պիտի վերցնեն էժանով տանեն Եվրոպա։ Դեն ամերիկան թանկով տալիս է։ Հա? Ամերիկան թանկով տալիս է։ Դրա համար էլ դուրները չի գալիս։ Թանկով տալիս է, որովհետև իրանք դերին ռուսներին գազամուղներ թույլ տվեցին ուկրաինացի պայթացնեն։ Իսկ Իրանը պարգևում է իր անկախության համար, ես չեմ կարող գնահատական տալ ճիշտ անում, սխալ անում։ Իրանը համենայնտեղս ինչքան ես եմ հասկանում, Իրանին ոչ ոք չի առաջարկել խաղաղության, կայուն խաղաղության բանացիվ։ Չկա տեսփան։ Տեսեք, հիմա հաղթանակի տոնը պիտի նշեն, շքերթ է լինելու, մինչև հիմա դեռ հստակ չի, արդյոք հրադադար կլինի կաշխատի, թե ոչ, չի բացառվում, ավելի ծայրահեղ բան զարգացումներ լինեն, բացի այդ, ինչ է կանխատեսում այս տիրույթում Ուկրաինա, Ռուսաստան վերջին փուլում շատ է խոսում նրա մասին, որ հաջողություն է արձանագրվել իմաստով, որ դրոնների առումով մեծ ռեֆորմներ իրականացնեցին եւ մեծ խմբականակներ կարողանում է արդեն Ուկրաինան արտադրել եւ Եվրոպան գերազանցել են անգամ ռուսներին, իսկապես սա փոխում է ճակատի, այսպես ասած, բանը։ Եկիշ կա, Ուկրաինան օգտվում է ունի որակով դրոններ, ես փաստեր չունեմ, որ դրանք ավելի լավ են, ասենք, քան թե ռուսական գերանները։ Դրանք շատ էժան են, ասենք, դրոնը կարող է ունենալ արժեք 1000-1500-2000 $, բայց իրան խփելու համար հրթիռը կամ բանը հակաօդային միջոցը արժեքը մի քանի հազար $, ավելի թանկ է։ Գետնի վրա ռուսական զորքը շարունակում է արձանագրել հաջողություններ։ Այսօր արդեն իրանք հետևից մտնում են Սլավյան քաղաքի թիկունք։ Ես վստահ չեմ, որ Ուկրաինան դրոնների առումով առավելություն ունի օդում, բայց համաձայն եմ ձեր հետ, որ զգալի հաջողություն է գրանցել Ֆրանսիայի, ասում եմ Ֆրանսիայի, Գերմանիայի առաջերտին, Անգլիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխերի եւ Բալտիկ պետություններից մեկի օգնությամբ։ Երկու օր ռուսները նոր տեխնոլոգիաներ են կիրառում դրանց դեմ, շատ դրոն է գալի, հասկանում ես 700-800 հակաօդային պաշտպանությունը այդքան չի կարող հասցնի խփել։ Ես կարծում եմ, որ դա ժամանակավոր, գուցե մի քանի շաբաթ տևողությամբ հաջողություն է, դրա դեղամիջոցը ունեն, կգտնվի, ընդհանրապես դրոնները շատ կարևոր են այս պատերազմների ժամանակ եւ իրանական պատերազմը դա ցույց տվեց եւ ուկրաինական, բայց դա չեզոքացվում է։ Ամենակարևորը, որ գետնի վրա ռազմաճակատային գիծը ինչ դինամիկա ունի, չնայած ես ասեմ, որ կողմնակիցն եմ նայում, որ այդ պատերազմը անհապաղ դադարեցվի։
Ամսի 7-ին ընտրություններ են, դուք ձեր դիրքորոշումը նախ ընդհանուր ինչպես եք տեսնում այս ամեն ինչը, ինչ եք կանխատեսում, դուք ձեր դիրքորոշումը հայտնել եք, ինչու եւ եթե հարկ կհամարեք ինչ որ ուժերի մասին կարող եք շատ ավելի կոնկրետ խոսել։ Մի քանի հարցումներ են անցկացրել, ըստ այդ հարցումների առաջատարը Սամվել Կարապետյանն է, մի քանի տոկոսով գերազանցում է Նիկոլին, տեսեք ինքը վերջին օգնությունն եկավ էլի Եվրոպայից, ես կարծում եմ էլի եղբայրական Նիկոլի եղբայրական երկրներից Թուրքիայից եւ Ադրբեջանից կգան, ինքը շարունակում է վախեցնել պատերազմով, այսօր էլ ազգային ժողովում էլի այդպիսի բաներ է հնչեցրել, քառագլուխ պատերազմ վերած ԿՊ-ն ու Նիկոլը շարունակում են դրանով վախեցնել, բայց ժողովուրդը ոնց որ թե կողմնորոշված է եւ այնտեղ նաեւ 10-13% ունի, 32% Սամվել Կարապետյանը, 12-13% Ռոբերտ Քոչարյանը, Շեմը ամենայն հավանականությամբ կհաղթահարի նաեւ Գագիկ Ծառուկյանը, այնպես որ ծանր վիճակում է Նիկոլը, ինչի կգնա Նիկոլը, խնդրեմ։ Ամեն ինչի։ Հիմա հրաման ա տվել ոնց ուզում եք այդ առողջ ապահովությունը երկարաձգեք մինչև հունիսի 6-ը, դրանից հետո նոր արդեն երբ որ կընտրվի, նրա այդ խոսել չլինի, նրա այդ բարությունից դեպի ժողովրդական այդ պոպուլիզմից ոչինչ չի մնա, իբր ժողովրդական։ Ամեն ինչը կարող է գնալ։ Հիմա, բայց մի բան էլ վախենում եմ, որովհետև ինչքան ես եմ հասկանում, ապրիլի 1-ին Ռուսաստանը նրան ասեց, եթե քաղաքական ուժերից նեղացնես, անվանես պրոռուսական, ուզուրպացիայի իշխանության ուզուրպացիա տեղ ունենա, ապա կլինեն հետևանքներ Հայաստանի համար։ Հիմա տեսնենք։ Ինչ է դա նշանակում, մի քիչ կբացեք։ Ես սատարում եմ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը։ Ես համարում եմ նաև որ կա եւս մի ուժ, որը ընդդիմադիր է։ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստան դաշինք։ Մյուսները ես մի քիչ չգիտեմ, ասենք չեն հայտարարել, որ գիտեք, ես ներողություն եմ խնդրում, գուցե ես չեմ հասցրել նկատել մի քանի ուժի, էլի, չգիտեմ, օրինակ ես նույնիսկ տեղակ չեմ, դոկը մասնակցում, ասենք ինքը ընդդիմադիր է, թե չէ։ Ինձ բացարձակ հետաքրքիր չի։ Ես Գարշելի երևույթների մասին չեմ խոսում, ճիշտ ասած։ Արման Թաթոյան ընդդիմադիր է։ Եթե ընդդիմադիր է կանվանեմ։ Ծառուկյան Գագուն ընդդիմադիր է, Բարգավաճը։ Դե ասում ա։ Դե ուրեմն նայել ընդդիմադիր։ Ախր պետք է հստակ հայտարարություն լինի, հասկանում եք։ Հստակ հայտարարությունը որն է։ Առ այն, որ մենք ընդդիմադիր ենք եւ ընդհանրապես իշխանության գալու պարագայում գործող քաղաքական ուժին պատժելու ենք։ Դե այդպիսի բան երկու ուժ է ասել Սամվել Կարապետյանը եւ առաջին հերթին ասել է Ռոբերտ Քոչարյանը, հետո Սամվել Կարապետյանը։ Ես չեմ ուզում այստեղ սխալ լինել, որ այս հաղորդումից հետո ասեն, ահա, բա այսի գիտեի։ Չնայած Սամվել Կարապետյանը ավելի բարի է, ասում է 4 դրամ կտամ աշխատավարձ, ինչ է ասում, այդ դհոլչին։ Վարչապետին բենդին ասում ամեն ամիս է իր ֆոնդին փող կուղարկեմ, թող գնա գլխով կխփի, թե ինչով կխփի, այն համապատասխան բանի խփի։ Ինչի խփի։ Դմ։ Հա։ Դուզում բառը։ Դհոլը նկատել Նիկոլ Փաշյանը որ դհոլ է նվագում, դա նկատել։ Դհոլ է նվագում Նիկոլը, ի՞նչ է նվագում։ Դհոլ։ Հա? Թմբուկ, դհոլ։ Թմբուկ էլի բարաբան, հա, բարաբան։ Բարաբան, թմբուկ էլի, դհոլ։ Ասում է կտամ 4 դրամ։ Այդ ֆոնդին խոստացել է փող տալ։ Չէ, սպասեք, եկեք ճիշտ հասկանանք։ Երկու ուժ ասել են, որ ոչ միայն կգանք իշխանության, այլ կպատժենք գործող իշխանությանը։ Դա Սամվել Կարապետյանն է եւ Ռոբերտ Քոչարյանը։ Երրորդ ուժը կա, եթե կա, անունը տամ։ Հա, այսինքն շատ կարևոր է, որ ասեն մենք գալու ենք եւ Նիկոլը նստելու է ճիշտ տեղում։ Այդ ճիշտ տեղը կորոշվի։ Հա։ Երկու ուժեր են ասել, կնստի Նիկոլը ճիշտ տեղում։ Չեք Ռոբերտի նկարը դրել։ Քիչ արած Սամվել Կարապետյանի նկարներ։ Դուք ուղղակի ուշադիր չէիք։ Հա, ես ներողություն, լավ, ապրես։ Հիմա, եթե կա, ես չեմ թերագնահատում առհասարակ Սամվել Կարապետյանի վաստակը ահռելի է, ինքը շարունակում է մնալ թիվ 1 բարերարը, բայց եկեք չթերագնահատենք նաև մեր երկրորդ նախագահի վաստակը։ Այնպես որ ես գիտեմ, որ դու համակրանք Իհարկե, եսի տարբերություն մնացած բոլորի ոչ մի բան չեմ նայում։ Ինչ որ ճիշտ է դա եմ ասում։ Փաստ եմ ես ընդհանրապես փաստ եմ արձանագրում։ Քո իրավունքն է ես քո այդ իրավունքը։ Փաստ չի որ Սամվել Կարապետյան ամենամեծ բարերարն է։ Փաստ է, չէ։ Հաշվել ենք ոնց։ Ահա, փաստ է։ Փաստ է, չէ՞ որ տնտեսական ահռելի աճ ենք ունեցել, սեղանիկներից հասել ենք, չգիտեմ ինչի, նաև ձեր ռեֆորմների շնորհիվ, որ բերել են հիմք են դրել դրա։ Շուկայական ռեֆորմները միակն են, որ արվել են բոլոր։ Բայց փաստ է, չէ՞ որ ունեցել ենք այդ տնտեսական։ Լավ, հասկանալի, Չէ, բայց երրորդ ուժը կա, որ ասում անին բանը։ Օրինակ Թաթոյան Արմանն ասում է։ Օրինակ Ծառուկյան Գագիկը դու ինձ չհամոզեցիր, ասում է թե չէ։ Ես խորհուրդ կտայի Ծառուկյան Գագին դա ասել։
Ճիշտը դա է։ Դա իր Իսկ գուցե դա քաղաքական բան է, որ այս բանը չեն ուզում ասել։ Եթե ասել է, ես հիմա չեմ նշում, ես ներողություն։ Իսկ եթե Թաթոյան Արմանն էլ ասել, որ դիմադիր է, չգիտեմ ես։ Օրինակ ես խիստ քննադատության է։ Բոցոտ ելույթներ եմ լսել, օրինակ շատ լավ ելույթներ եմ լսել Թաթոյան Արմանից տնտեսագետներից մեկի, ասենք հարկայինի մասնագետ բան, բայց այս բառերը քաղաքական ես չեմ լսել։ Բայց դա կարևոր է, որ տիգան պատժեն, որտեղ մարդիկ ասեն, այդ էջը փակելու ենք, չնայած ես ճիշտ ասած չեմ պատկերացնում, Արցախի էջը ոնց է փակում, օկուպացված տարածքներ, սահմանները չճանաչված, 300,000 թրիփ, իհարկե, այդ դու 1000 հարց կա, 300,000 ադրբեջանցիների հարց, 300,000 ադրբեջան, խոսքը տվե, ինչ գիտես, վաղակաց իշխանության բերի թղթերը ստորագրած ցույց տա, Ալիևը, ինչ ես անում։ Ինչ գիտեք ինչ է ստորագրվել։ Չէ։ Ինչու չի խոսում պարոն Բագրատյան 1 միլիոն հայերի մասին, փոխհատուցում, Բաքվի ջարդերից հետո Սումգայիթի եկել են, Ինքը իրանց մարդը քանի անգամ ասել ենք ինքը Հայաստանում թուրքերի կողմից Նիկոլ Փաշինյանը թուրքերի կողմից ներդրված աշխատող է։ Մենք նույնիսկ չենք կարծում, որ ինքը դավաճան է, ինքը պրոստը իրանցն է ու վերջ։ Ինքը անում այն, ինչ իրան տերերն ասում են։ Ինչ ունեք ասել են մարդու, որ միջև հիմա մանիպուլյացիա է անում պատերազմ խաղաղություն այս բառով։ Ինքը բերել է 4 պատերազմ Նիկոլը, բայց միջև հիմա մոլորության մեջ է պահում այս ժողովրդին։ Ինչ ունեք ասելու այդ առումով։ Ինչ պիտի ասեմ։ Բայց դուք ժողովուրդ եք, ասում եք 3000 տարվա ժողովուրդ ենք, կուլտուրոն ենք։ Էլի սկսեցիք պարոն։ 6000։ Բայց այդ հասարակ բանը չեք տենում, որ խափում է։ Ես ես թվեր նոր ասեցի տնտեսությունից, բայց ինչ ասում ես ուտա։ Համարյա թե ինչ ասում, չգիտեմ, 15 ասածից մեկը ճիշտ լինի թե չէ։ Լավ մարդ էլ է, երկիրը հայրենիքը Ես ինչ ասեմ, 4 պատերազմ բերի շարունակի մնա իշխանության եւ այս երկրում ունենա 1 աջակից։ Մեկն էլ չլիներ։ Անաներ գնաց։ Ես կարծում եմ ինքը 2 աջակից պիտի ուներ մաքսիմում։ Մաքսիմում, այո, դե հիմա այդ ինքը եւ իրակին է, եւ եթե կա երրորդը, այդ դեպքում արդեն, հա։ Վալեն է, փողի սատկած։ Վալեն է։ Շատ լավ, եթե 7-ին այս գնան եւ ինչ որ մարդիկ կան, ասում են մի 1000 հոգի կա որ կարող է գնան Նիկոլին ձայն տա։ Եթե գնան ձայն տան, ինչ է սպասվում մեզ, եթե այդ աղետը լինում է Նիկոլ։ Ես չեմ կարծում դա տեղի ունենա, եթե ներով հարցերին ես չես պատասխանում, միշտ սիրում եմ ասել։ Եթե իմ մորաքույրը տղա լիներ, քեզ։ Լավ, եթե գնան ընտրելու այդ ընտրողների, որ պատրաստվում են այդ 1000 հոգին գնալ Նիկոլին ձայն տան, այդ 1000 հոգուն բան չունեք ասելու։ Այմար թողետան ընտրեն, եթե ուզում են։ Բան չունեք ասելու, ինչ են անում մեր գլխին։ Չքանդում եք։ Քանդում եք։ Ես մի բան եմ նկատել վերջերս, ուրիշ բան։ Մարդիկ կան ասում են, հա ճիշտ անում, դու 3000 թուրք կա։ 1-2 հոգի 100-ից կարող է լինեն։ Կա մեր նոր եմ ասում, այո, խելոքները կան, բայց մեր մոտ շատ տգետ վերլուծության անկարող մարդիկ շատ կան։ Ես կուզենայի օրինակ, որ ընդդիմությունը աշխատել գյուղ գնար։ Ես օրինակ կոչս ուղղում եմ առաջատար ընդդիմադիր ուժերին, բաժանեք մասերի գյուղերը մտեք դուրս եկեք։ Հետևեք նաև բերել, արդյոք չեմ բերելու միևնույն մարդուն մի քանի տեղամասում գրանցել, մի քանի տեղ գրանցել, որ գնան մտնեն ցուցակներ 60-70,000 ձայն այդտենց ավելացնեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Սա կարող է միայն նման կերպ կարող է կեղծել միայն իշխանությունը։ Ընդդիմություն գնացեք պահանջեք, ասեք վերահսկողություն եք ուզում պահանջել ներքին գործերի նախարարի գործունեության նկատմամբ։ Բայց դե գիտես ինչ կա, Անժելա, հիմա ես չեմ ուզում խառնվեմ տեխնոլոգիաներով, բաներով, իմ ձևով ասեմ։ Համենայն դեպս այն աղետը, որ այս ներդրված մարդը բերելու է, ես կխնդրեի, նույնը տեսեք, Ղարաբաղցիներին, արցախցիներին նայեք, իմացեք ձեր ապագան, եթե ընտրեք Նիկոլ։ Արցախցիները ոնց են ասած, ման են գալի, թափառում են։ Իրանք հենց այստեղ ասած թափառում են, իրաց չեն ծեծում փողոցները։ Նույն արցախցիներին 3 տարի այստեղ են, դադարկեց Արցախը, բերեց, բոլորին լցեց, անձնակիր չի տալի, որ այդան քվեարկեն։ 20%-ն է այսօրվա վիճակով տվել անձնագիր։ Արցախցիներին նայեք, ձեզ խղճացեք։ Եթե Նիկոլը մնա Հայաստան պետությունը, ինչքան ժամանակ ունի։ Ես չեմ կարծում, որ հաջորդ ընտրությունները այլևս կլինեն։ Վերջն է դա։ Որտեղ ոչ ոք շահագրգռված չի։ Ռուսները շահագրգռված չեն լինի մի պետության գոյության մեջ, որ իրանց թշնամին է, թուրքերը պարզա, այդ պիտի խժռեն այդ պատառը։ Իրանը չի խառնել կամ չի կարող խառնվել,
Եվրոպան էլ մորմոքիչ հայտարարություններ կան ընդամենը, այդքան բան։ Ռուսաստանը իրենք նաև հույս ունեն, որ Ռուսաստանը այն վիճակում չէ, որ հիմա ինչ-որ բաներ կարող է անել։ Մի մոռացեք, որ Նիկոլի Ալենի դրանց հույսը դա է, որ Ռուսաստանը խառն է, փորձենք տեսնենք ոնց ենք բանը գնում Թուրքիայի գիրկը, ոնց ենք։ Թե դա կապ չունի, Ռուսաստանը հասկանում է, որ ինչ կարևոր է իր համար։ Ես չեմ կարող ռուսների տեղ խոսել, ինչ ասում։ Մենք ստրատեգիական երկու երկրի համար մենք ունենք նշանակություն, կարևոր ստրատեգիական նշանակություն։ Մի փոքր Իրանն է, բայց հիմնականում երկու երկր, Ռուսաստան կամ Թուրքիա։ Ուրեմն մենք այլ ընտրություն չունենք, մենք կամ թուրքերի հետ ենք կամ ռուսների։ Եվրոինտեգրացիայի ճանապարհ մենք չունենք ու չենք կարող ունենալ։ Պրոամերիկյան ճանապարհ մենք չունենք եւ չենք կարող ունենալ։ Այդ երկրներն այո կարող է եւ բարեկամություն ունենան, մասամբ կարող է դրանցից ղեկավարներից որևիցե մեկը մեր նկատմամբ լավ տրամադրված լինի, բայց հստակ է մի բան, այդ երկրները պատրաստ են այստեղ զորք ուղարկել անհրաժեշտության դեպքում։ Անհրաժեշտության դեպքում այստեղ զորք են ուղարկելու ռուսները կամ թուրքերը։ Ռուսները ուղարկելու են թուրքերի դեմ, եթե հայերը վատ պահեն, ուղարկելու են զորք եւ թուրքերի դեմ եւ հայերի դեմ։ Իսկ թուրքերն ուղարկել են զորք հայերի դեմ Հայաստանը գրավելու ու ոչնչացնելու համար։ Ընդ որում ասել են մտել են կարգականոն հաստատենք, այ բալա, մենք ինչ էինք ուզում, թող հանգիստ ապրեն, ինչ ա եղել, թող մեր թուրք ոստիկաններն էլ փողոցներում շրջագայեն, ինչ ա եղել, ինչ վատ բան են կանում, սենց են ասելու։ Մի քիչ էլ ցեղասպանություն կանենք։ Ու մի մոռացեք, Արցախել էին պատրաստվում հաց տանել, դրանից հետո մոխրացրեցին եւ ինչ արեցին արցախցիների գլխին, եւ մի մոռացեք այն օրինակը, որ բերեցիք, որ հաց Արամ Մանուկյանի խնդրանքով հաց բերեցին, հետո ինչ արեցին թուրքերը։ Չէ, որտեղ սպասում են այդ հացին են սպասում, էլի, թուրքի հացին են սպասում։ Այս սինդրոմը, պարոն Բագրատյան, շշմելու բան է, էլի, ցեղասպանի ձեռքից հաց սպասող ժողովուրդ, չկա այսպիսի բան։ Կա՞ թե այդպիսի բան կա։ Բայց քանի որ հարցումները ցույց են տալիս, որ առաջատարը Սամվել Կարապետյանն է, Նիկոլին հաղթում է, ուրեմն ինչ պիտի անենք, ինչ մոբիլիզացիա պիտի լինի այս 20 օրվա ընթացքում։ Անժելա, արդեն խոսեցինք ելիս, 100 անգամ չեմ կարող ասել։ Հասկացան, չհասկացան։ Աստված ձեզ հետ, շնորհակալություն։